Մոնղոլ զավթիչ Ժենք Թեմուրը, ոտնատակ տալով աշխարհի կեսը, հասնում է հայոց աշխարհ Գեղարդի ձորը։ Այստեղ հայ քանդակագործ ճարտարապետ Քալձագը մեկ ամբողջական ժայռի մեջ քանդակել էր երկու եկեղեցի։ Հրաշք շինություն է, ժայռափոր տաճար, ասում են զինվորները։ Մեզ ինչին է պետք։ Ոչ կարող ենք ավերել, ոչ էլ շալակել ու տանել, ասում է Հենք Թեմուրը։ Բայց այստեղ է պահվում հայոց աշխարհի 7 ձիաբեռ ադամանդը։ Այս լսելով Հենք Թեմուրի աչքերը փայլատակում են, եւ նա որոշում է անձամբ հափշտակել այդ հարստությունը։ Մոտենում է տաճարին եւ ներս մտնում։ Մութ տաճարի խորքում լուսափունջ էր փայլփլում։ Այո, միայն ադամանդը կարող էր այդպես շողալ։ Հենք Թեմուրը, հազիվ զսպելով ուրախությունը, ձեռքը մեկնում է դեպի լուսափունջը։ Բայց, այ հրաշք, լույսը հանկարծ անհետանում է։ Նա վերադառնում է դեպի մուտքը եւ լուսափունջը նորից սկսում է փայլատակել։ Երբ կրկին ձեռքը մեկնում է այն վերցնելու, լույսը դարձյալ անհետանում է։ Մի քանի անգամ փորձելուց հետո հիասթափված Հենք Թեմուրն ասում է. Ադամանդափայլ այս տաճարը մարդ պիտի միայն տեսնի ու անցնի։ Այդ օրվանից օտարները Այրիվանք Գեղարդը կոչեցին տես ու անցիր։